կենսաթոշակառուն արժանապատիվի, որ երկրի օրինակներ այսպես ուսումնասիրել, օրինակ ծառայել, Տեսեք, մենք ես միանգամից պատասխանեմ, մենք չենք կարծում, որ 50% բարձրացումը մեր կենսաթոշակառուների բոլոր խնդիրները կլուծի։ Եթե ուշադրություն դարձեցիք, մենք ասենք հետևյալը, մենք հիմա ուզում ենք լուծենք առաջիկա 2 տարիներին նվազագույն խնդիրը։ Այսինքն, որպեսզի կենսաթոշակների բարձրացումը եւ հետագային ինդեքսացիան հնարավորություն տա մեր կենսաթոշակառուներին գոնե կարողանալ սպառել նվազագույն սպառողական զամբյուղը, գոնե։ Դա, բայց ասեմ ձեզ, դա մեր երազանքների բանը չի, հա, սահմանը չի։ Բնականաբար մենք պետք է կարողանանք ժամանակի ընթացքում այդ թիվը բարձրացնել։ Տեսեք, հիմա այս տարվա դրությամբ միջին աշխատավարձ, միջին կենսաթոշակ հարաբերակցությունը 6 անգամ է։ 6 անգամ է, դա հսկայական եւ абսուրդ թիվ է, դա նշանակում է, որ մարդը հենց աշխատանքի շուկայից տեղափոխվում է վաստակած հանգստի, իր եկամուտը միջին հաշվով 6 անգամ նվազում է, այսինքն նրա կենսամակարդակը 6 անգամ վատանում է, կտրուկ վատանում է։ Դա ընդհանրապես ասած աշխարհում չտեսնված, չլսված պրակտիկա է։ Գոնե պետք է ձգտել նրան, որ ասենք այդ հարաբերակցությունը լինի 3 անգամ, իսկ երկարաժամկետ հեռանկարում 2 անգամ։ Բայց եկեք սկսենք այն խնդրից, որը կարող ենք լուծել հիմա, որտեղ մենք հիմա պատկերացնում ենք այս խնդիրը ինչպես է լուծվում։ Մենք ձեզ ցույց տվեցինք, հիմա նորից կրկնեմ, ցույց տվեցինք 50%-ով բարձրացումը ինչ միջոցների հաշվին է տեղի ունենալու։ Եթե Հայաստանում շարունակվի դրանից հետո տնտեսական աճը, իսկ եթե եմ ասում, որտեղ այս իշխանության օրոք կասկածել է, բայց եթե մենք գանք իշխանության, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ տնտեսական աճը կայուն հետագծի վրա կլինի։ Եվ դա կբերի հավելյալ միջոցներ, եւ մենք պարտավորված ենք մենք զգում եւ հանձնարարություն ենք վերցնում այդ հավելյալ միջոցները ուղղելու նաեւ մեր առավել սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակի բարձրացմանը։ Խնդրեմ։ Ուզենալ մեխանիզմները, հա, այն հստակեցնել ճիշտ հասկացանք, որ եթե հանրագիրը չլինի, դուք ընտրություններին մասնակցելու եք, հայտնվեք քաղաքական այսպես միավորով, այս հիմնական օրակարգով, ճիշտ հասկացանք։ Տեսեք, մի քիչ այլ կերպ, նախ հանրագիրը կլինի։ Ոչ թե հանրագիրը չլինի, այլ այս իշխանությունը անհաղորդ մնա հանրային այն պահանջին, որ այս հանրագիրը գեներացնելու է, իսկ մենք ասեմ ձեզ, մենք սկսել ենք արդեն մարդկանց հետ շփվել, հանրային պահանջը հսկայական է, որտեղ մարդիկ հասկանում են, այն մարդիկ, որոնք մեր մասածս ամեն ինչի շահառուներն են, հասկանում են, որոնք անտեր են մնացել։ Կներեք, այդ բառը օգտագործում եմ, իմ գործընկերները օգտագործեցին անուշադրության են մատնած, անտեր են մնացել։ Իրանց համարում է, որ կարելի է իրանց հետ հաշվի չնստել, հա, բայց իրականում մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրանց հետ հաշվի նստեն։ Բայց եթե դա չաշխատի, այո, մենք գնալու ենք ընտրությունների, թե ինչ ձևաչափով հիմա դրա մասին պատրաստ չենք խոսել, որովհետև ինքներս դրա որոշումը չունենք, բայց սա լինելու է ոչ թե միակ խնդիրը, որ մենք գնալու ենք, այլ մոտավորապես կարելի ասել 10 կարևորագույն խնդիրներից մեկը, որովհետև մենք ունենք անվտանգության խնդիր, մենք ունենք տնտեսական զարգացման խնդիր, մենք ունենք արտաքին քաղաքականության խնդիրներ, կրթության որակի անկման խնդիրներ, արժեքային համակարգի աղճատման խնդիրներ եւ այլն։ Չէի ուզենա, որ ձեր մոտ տպավորություն ստեղծվի, որ սա միակ խնդիրն է, որով մենք գալիս ենք, բայց սա առանցքային խնդիրներից մեկն է։ Խնդրեմ։ Պարոն Տալաբյան, ասացիք չարաշ, որ պետական պարտքի տոկոսը 4.5-ից 7.5։ Այսինքն 3% անցել է։ Ու ասում եք, սա կոռուպցիոն սխեմա է։ Այլ կոռուպցիոն սխեման բացել, ոնց է լինում այս դեպքում, որովհետև մենք արդեն ներքին պարտ ունենք, ու երեք ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից մեկը հարցրեց, ու ասում են, որ ներքին պարտը այլևս չի համարվում պետական պարտ, մոտավոր այսպիսի բան է։ Այսինքն դա ժողովրդի վրա է բաժանվելու, բնակչության քանակի վրա, ու արտաքին պարտն է դա այսպես համարվելու։ Նախ կոռուպցիոն համակարգի կապված, երկրորդը մեծ։ Նայեք, այդ մի քիչ շատ տարօրինակ պնդում է, որովհետև բնականաբար պետության պարտ անկախ նայած թե ինչ աղբյուրներից է, դա պետական պարտ կա, որովհետև պետական պարտքը եթե դուք ձևավորել եք, հետո պետք է վճարվի, սպասարկվի եւ այլն, հա։ Երկրորդ, ինչի եմ ես ասում, որ սրա մեջ կոռուպցիա կա։ Սա մեջ կոռուպցիա կա, որովհետև եթե մեր մոտ պետական պարտքի սպասարկման արժեքը բարձրացել է 4.5%-ից 7.5%, այն պայմաններում, երբ որ աշխարհում տոկոսադրույքները չեն աճել, այդ ընթացքում կայուն են մնացել։ Դա նշանակում է, որ այստեղ ինչ-որ մի հատ շահառուկ է, չէ՞ որ այդ փողը աշխատում է։ Դա ոչ թե 3%-ով է աճել։ Ճիշտ հասկացեք, դա աճել է 3%-ային կետով։ Քանի որ մենք ունենք հիմա 5 տրիլիոնից ավել պետական պարտք, 5 տրիլիոն դրամից, այո, ավել պետական պարտք։ Խոսքը գնում է իրականում 5.3 տրիլիոն մոտավորապես։ Խոսքը գնում է տարեկան 160 միլիարդ դրամի մասին։
160 միլիարդ դրամի մասին, որ ինչ-որ տեղ է գնում, ինչ-որ մարդկանց գրպանները։ Այ եթե վերցնենք ուսումնասիրեք, թե ում գրպաններն է գնում այդ միջոցները, կհասկանաք, որ դրանք շատ կոնկրետ շահառուներ են, դա ժողովուրդը չի։ Դրանք խոշոր ներդրողներ են, որոնք ստանում են շատ կոմֆորտ, կայուն, երաշխավորված եկամուտ։ Ավելի բարձր եկամուտ, մի հատ եկեք հիշենք, էլի մեր երկրում հիմա վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7% է կարծեմ, թե 6.5% է։ Այսինքն մեր միջին պարտքը ավելի թանկ է, քան թե կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հասկանում եք։ Մենք մեր վրա շալակել ենք պարտք, որից ինչ որ մարդիկ գերշահույթներ են աշխատում, հա։ Այս հարցը պետք է հավելյալ մի հատ ուսումնասիրել, բայց մեր գնահատականն այն է, որ սա պատահական տեղի չի ունեցել։ Սա պատահական տեղի չի ունեցել։ Հիմա չեմ կարող կոնկրետ ասեմ ով ինչ հանցագործություն է կատարել եւ գնամ հանցանքի մասին հաղորդում տամ, բայց սա պատահական տեղի չի ունեցել։ Որովհետեւ նույնիսկ եմ ասում, մտածեք այդ թվի մասին, 160 միլիարդ դրամ հավելյալ գերշահույթ է գնում ինչ որ մարդկանց, քան որ պետական պարտքի սպասարկումը թանկացել է այս ընթացքում, լավ։ Այլ հարցեր։